Գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը գրում է. Աստված և հայրենիք։ Անհիշելի ժամանակներից սա մեր նշանաբանն է եղել։ Եթե սերունդը կերակրվեր մայրական կաթով, հայոց մայրերը շատ բան են բաց թողել։ Ոչ թե գենը վերափոխող արհեստական կերերով։ Եկեղեցականը աղոթքի տեղակ նոր հոկտեմբերի 27 չէր ծրագրի և պետությունն էլ մայր տաճարը զորքով չէր լցնի։ Զորքը սահմաններին կպահեր։ Սերունդը ազգային հիշողությունը կորցրել է։ Պատճառը վերացրեք, ոչ թե հետևանքի հետևից ընկեք։ Ժամանակ ենք կորցնում։ Հայաստանը սրբանալ է ուզում, որ սրբերը ղաչաղ չդառնան։ Լույսդ խերով բացվի Հայաստան, քանի հեղաշրջման մեջ ներքաշված արքեպիսկոպոսները կալանքի տակ են, ուզում եմ տիեզերքին ուղղված աղոթքը չպակասի։ Ինչ նոր ու անսպասելի աղետից ազատվեց մեր տարաբախտ ազգը։ 2 տասնյակի հասնող վարչապետի թեկնածուներին մի խորհուրդ եմ ուզում տալ։ Ձեզ վարչապետի աթոռին պատկերացնելուց առաջ Հայաստանին պատկերացրեք։ Իր ներկայով, անցյալով, սերնդի դաստիարակությամբ, արտաքին և ներքին հարաբերություններով, իր ռազմական ուժի բալանսավորմամբ, երկրի ավերված ծանր ու թեթև արդյունաբերությունների գործարկմամբ, ազգային ունեցվածքի պետականացմամբ, դավաճաններին, բամբասողներին, անբարոյականներին, այլադավան գոյակցություններին, հայի ազգանունով օտար գործակալներին, Հայաստանի հարստությունը վայելող և օտար երկրներում իրենց զավակներին պահող բոլոր մեծահարուստներին և քաղաքական գործիչներին, ուղարկել իրենց ընտանիքների գիրկը։ Երկիրը մաքրել թմրադեղեր ներկրող վիրուսներից, խստագույն կարգ ու կանոն հաստատել բոլոր կազինոների և զվարճատեղիների բարոյական ու ֆինանսական աղբյուրների վրա։ Հայաստանը մաքրվել, սրբանալ է ուզում, որ սրբերը ղաչաղ չդառնան։ Ողջը թերություն է և շարունակելի։ Մի քիչ պատկերացրեցիք, չէ՞։ Խորը պատկերացրեք։ Հիմա ով է ուզում վարչապետ դառնալ առանց Ռուսաստանի, Անգլիայի, Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի միջամտությունների։ Ազատ, անկախ, ուրիշների մունաթից և շահերից հեռու հզոր Հայաստան։ Դե պատկերացրեք, ձեր մեջ կա այն անշահախնդիր գենետիկ հայը, ով իր անհատական արիությամբ վաղը կստանձնի այս ամենը, սպասել և հուսալ, ասել է Կոմս Մոնտե Քրիստոն։ Հետգրություն։ Տաթևի վանքի Սուրբ Հայրը իրական կաթողիկոսի գտնված անհատականություն է։ Մտածեք այս մասին, Սուրբ Հայրեր, որ ձեզ չներքաշեն ձեր իսկ հոտի արյան մեջ։ Աստված պահապան հայ եկեղեցուն, մեր լուսածին եկեղեցիներին լույս եմ մաղթում։ Պարզվում է, դեռ զարմանալու շատ առիթներ կլինեն։ Երբ այս աշխարհաքաղաքական խառնաշփոթի մեջ դու դեռ եսակենտրոն մանուկ ես քեզ պահում, հայոց ազգ, այնինչ լսեցի այսօր եթերով, ոչ սովորական էր, ոչ էլ անսովոր։ Այսինչ ես դարձել, սիրելի ժողովուրդ։ Միթե քիչ էին եռաբլուրի լեգենդ դարձած տղաները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ի դեպքերը, փողոցներում և այլուր զարկված հայոց արժանավոր այրերի կորուստները, անհետ կորածները, ազատ գյուղում և այլուր սպանված տղաների և այլ սահմռկելի մահերը թշնամու և մեր կողմից մեզ ոչնչացնող ողբալի հիշողությունները։ Ատելության մոլուցքը հակառակորդի ակնդետ հայացքի առաջ ինչ նոր աղետալի ծրագրեր էր մշակել ընդդեմ սեփական ժողովրդի։ Չէ, դուք հայրենիք սիրող չեք, հայրենիք սիրողը ժողովրդին էլ կսիրի։ Իմ ազնիվ ու բարի ժողովուրդ, չես ուզում հավատալ, որ այդքան հրեշավոր է պաշտոնամոլության մարմաջը։ Իսկ եթե դա այդպես է, ինչ անեինք, սպասեինք նոր դիակներ փողոցներից հավաքելուն։ Չեղավ հայեր, չեղավ, ահա թե ինչու ենք վտանգված ու միշտ։ Եվ սա այն Հայաստանն է, որի բոլոր լեռները, գետերն ու սարահարթերը անուններ ունեն, որովհետև հայերիս համար նրանք մեզ հետ միասին մեկ հոգևոր գոյություն են։ Սա է պատճառը, որ երբ մեզնից պոկում են մեր կենսատարածքները, մենք կորցնում ենք մեր ինքնատիրապետումն ու արժանապատվությունը։ Իսկ մենք առանց հասկանալու նրանց հաճախ նվիրել և նվիրում ենք մեր թշնամուն, որ ողջ մնանք, և նա մեր հողերի վրա որսում է մեզ, որովհետև մենք և մեր հողը մեկ ենք։ Ոչ երեկ էր մի բան, ոչ էլ վաղն է պտղաբեր լինելու։ Լակ ձվից, այո, ճուտ չի ծնվում։
Քանի մենք օտարահպատակ և օտարհաճո կապրենք, ատելով և չգնահատելով մեզ տրված բնատուր տաղանդն ու գանձերը։ Այսօր, երբ աշխարհի մի բևեռից մարդն իր ստեղծած հեռակառավարման զենքերով կարողանում է ոչնչացնել մյուս բևեռի երևակայությունը, դու հազարամյակների պատմություն կերտող հայոց ազգ, մնացիր ընդամենը եսակենտրոն մանուկ։ Արթնացիր, եթե կարող ես։ Հրամայիր քեզ արթնանալ, որ սերունդներիդ ազգուրացումը կանխես